Ամանորը մոտենում է, հյուրանոցների գները բարձրանում։ Միլենա Մովսեսյանը, որ ցանկանում էր ձմեռային հանգիստը անցկացնել Հայաստանում, նշում է, դեռևս հոկտեմբերի վերջից է սկսել ուսումնասիրել շուկան, կանխատեսելով, որ արժեքները հետագայում բարձրանալու են։ Փորձում էի գտնել հարմար տարբերակ, նախապես ամրագրումները գիտենք բոլորս, որ ավելի մատչելի են լինում, բայց պարզվեց, որ Հայաստանի շուկայում գրեթե նման առաջարկներ չեն լինում, որ նախապես ամրագրես, ավելի մատչելի արժեք լինի, զեղչեր առաջարկեն եւ այլն, ու որտեղ է որ զանգահարում էր հյուրանոցներում, ասում են դեռ արժեքներ չկա, փաթեթները պատրաստ չեն եւ այլն։ Միլենան նշում է, նոյեմբերից սկսած առաջարկում են տոնական փաթեթներ գալա ընթրիքով եւ բնականաբար արժեքն ավելի բարձր է։ Փորձել է նաեւ Booking ծրագրի միջոցով գները պարզել եւ տեղ ամրագրել, սակայն որոշ հյուրանոցների դեպքում տոն օրերը փակ են եղել։ Թույլ չի տալիս այս օրերի համար ամրագրում կատարել, նշել այս օրերը, որովհետև հյուրանոցի կողմից երևի արժեքները փակվում են եւ թույլ չի տալիս նշել նախապես ամրագրումների դեպքում։ Եվ այստեղ ունենք մի օրինակ հյուրանոցների արժեքը ցույց տալու համար դեկտեմբերի սկզբի արժեքները այստեղ տեսնում ենք, որ $150 է օրական, մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ դեկտեմբերի 31-ից մինչև 2-ի հատվածում արժեքը արդեն 1 օրվա համար $613 է բարձրացել մինչև։ Որոշ տնակների դեպքում էլ նշում է, եթե այսօր 3 գիշերը 160,000 դրամ է, դեկտեմբերի 31-ից մինչև 3-ը արժեքը հասնում է 500,000-ի։ 500-ից 1 միլիոն դրամի սահմաններում կարելի է եւ Եգիպտոսում ընդհանուր մինչև 7 օրյա հանգիստ վայելել, ծովափում, արև եւ այլ ծառայություններ դրա մեջ արդեն արժեքի մեջ ներառված կլինեն ու արդարացված կլինի արժեքը։ Կամ Վրաստանում ես նայում արժեքներ, որոնք հյուրանոցների դեպքում բավական ավելի ցածր են լինում։ Ու ցավալին այն է, որ դու սրտանց ցանկանում ես, որ ամանորին հանգստանաս քո երկրում, մարզերում, ճամփորդելով, ձմեռը վայելելով նաեւ մարզերի, բայց ստացվում է այնպես, որ ըստ տրամաբանական որոշում կայացնելը արդեն ստացվում է այնպեսին, որ դու կընտրես երկրից դուրս հանգստանալը նույն արժեքով, ավելի շատ պայմաններով, ավելի շատ ալտերնատիվ տարբերակներով, արդեն նոր երկիր բացահայտես, նոր քաղաք բացահայտես, դրանք է որ գումարում ես իրար, ստացվում է արժեքը այդ դեպքում ավելի արդարացված է լինում, քան Հայաստանի ներսում հանգստանալու։ Այսպիսով Միլենան որոշել է նոր տարին դիմավորել Վրաստանում։ Եթե դիտարկենք Երևանի եւ Թբիլիսիի արժեքները, մասնագետը տեղեկացնում է, մեզ մոտ հանգիստը գրեթե 20%-ով ավելի թանկ է, իսկ եթե Ծաղկաձորը համեմատենք Բակուրյանիի հետ, ապա արժեքը մեզ մոտ մի քանի անգամ է գերազանցում։ Մեր սահմանադրությամբ մենք ազատ շուկայական տնտեսություն ենք, այսինքն մեր շուկան ազատ է եւ գները կարգավորում է մրցակցությունը։ Մյուս կողմից, այո, շատ մեծ նման երկրներ պետության մակարդակով գնում են գնաճի զսպման, որովհետև կարծում եմ, որ այսպես թողնել միայն տնտեսության տնտեսվարողի վրա եւ շուկայի ինքնակարգավորման վրա, դա այդքան էլ լավ արդյունքի չի բերում։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ ամանորին հյուրանոցների արժեքների բարձր լինելը պայմանավորված է առաջին հերթին առաջարկի եւ պահանջարկի հետ։ Այսինքն կան մարդիկ, ովքեր ուզում են իրենց ամանորը անցկացնել իրենց տանից դուրս հանգստավայրերում եւ կա քիչ առաջարկ, այսինքն ոչ բոլոր հանգստավայրերն են առաջարկում ամանորյա ծրագրեր։ Թիվ 1 խնդիրը այստեղ է, այդտեղից էլ դե շուկայական տնտեսության մեջ բնականաբար արժեքը բարձրանում է։ Աղբալյանը կարծում է, որ որպես ամանորի ուղղություն Հայաստանը բավական լավ գովազդված չէ։ Ոչ բոլոր թիրախային շուկաներն են պատկերացնում, որ մեր երկրում կարելի է հետաքրքիր ամանոր անցկացնել եւ հետաքրքիր ծրագրեր ունենալ։ Տարբեր ուղղություններ, որոնք այսպես բոլորը գնում են ամանոր անցկացնելու, տարիներ շարունակ ֆիլմեր են նկարվել, տեսահոլովակներ են նկարահանվել, երգեր կան դրանց մասին, բայց Հայաստանի մասին ցավոք սրտի միջազգային մասշտաբի որևէ ֆիլմ, որևէ տեսահոլովակ, որևէ երգ չունենք մենք, եւ ցուցահանդեսներն են միջազգային տուրիստական էքսպոներին գոնե ես երբևէ չեմ նկատել, որ Հայաստանը դիրքավորվի որպես ամանորի ուղղություն։ Մասնագետի խոսքով շատ հյուրանոցային տնտեսություններ ամանորին ծրագիր չեն իրականացնում, մտավախություն ունենալով, որ չեն կարող վաճառել փաթեթները։ Մենք գիտենք, թե գոնե Երևանը նոր տարվա շրջանում որքան գեղեցիկ է զարդարված, մենք ունենք մի քանի Christmas market-ներ, այդպես ամանորի շուկաներ, կարծում եմ կյանքը վերջին տարիներին գոնե բավականին ակտիվ է ամանորի շրջանում, մնում է, որ մենք կարողանանք այդ ամենը գեղեցիկ փաթեթավորել, ինչպես օրինակ մեր հարևան երկիրն է անում եւ ներկայացնել։ Այդ պարագայում ըստ Աղբալյանի այլ երկրներից եւս Հայաստան կգան ամանորն անցկացնելու, առաջարկը կավելանա, գներն էլ կկարգավորվեն։ Լիանա Խաչատուրյան, Արտակ Գևորգյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։